Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռեգլամենտը ոնց որ սահմանել ենք, պահպանում ենք ելույթների համար առավելագույնը 1 ժամ, եթե պակաս կլինի ավելի լավ, եթե չէ, ես համաձայն չեմ, դուք ընդհանուր տվել եք 2.5 ժամ, 2.5 ժամ, ես շատ լավ, այսինքն ընդհանուր 2.5 ժամը շատ լավ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի նիստի մասնակիցներ, չստացվեց պետության և հանձնաժողովի կողմից ծրագրված ի սկզբանե, ոչ միայն աշխատակազմի, այլ նաև հանձնաժողովի, որովհետև ի սկզբանե ըստ ինձ պլանավորումը արագ վերջացնելն էր և այն դիտարկումները, որ իբրև թե նիստը վարել ենք այնպես, որ բոլորին պարզ լինի, կարծում եմ ես ուրբաթ և նաև այսօր ինչ-որ չափով է սկզբի հատվածում, ովքեր որ դիտել են կամ կարող են ամբողջական նորից դիտել, կհասկանան, որ ինչ-որ փոխվեց մեր կողմի, այսպես ճակերտների մեջ, կռիվների արդյունքում, անհատական ամեն ինչը, ժամից սկսած, հարց ու պատասխանից սկսած և այլն, ֆիքսում եմ, որ ստացվեց։ Հանձնաժողովի արագ ավարտելու ցանկությունը շատ լավ հասկանում եմ, չեմ ընդունում իհարկե, բայց շատ լավ հասկանում եմ, որովհետև այն նյութը, որը պատրաստված էր շատ թերի, պատրաստված էր շատ սխալ, այն առումով, որ հենց մեկը ճգնաժամային կառավարման այսպես իմիտացիա ստեղծելու համար տկեն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից եթե չեմ սխալվում 7 կետը դուրս էր եկել, այսինքն պատկերացրենք մի իրավիճակ, որ հեծը խլելու գործընթացը ի սկզբանե նախաձեռնելուց, ասում են գիտեք ինչ, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ և այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու, չգիտեմ, ազգային անվտանգության հարցեր էին դնում տակը և ուղարկում են 9 կետ։ Հիմա եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չի, դա նոր կետեր են ներառված, արդեն կարելի է պնդում անել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել և մեր ժողովրդին և մեզ առավել ևս, որից մեկը չի բացատրել ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական իշխանության մասին է խոսքը, ինչպես նաև հանձնաժողովականները չեն ապրում այսպես լուսնից բերված էլեկտրոէներգիայի հույսին և բոլորս նույն կենցաղն ենք վարում և նույն տեղերից ենք սնվում, այսինքն հեծից։ Եթե ճգնաժամ առաջացել է, ապա ամենայն դեպս միայն իշխանական էլիտայի համար, ամենայն դեպս։ Հիմա անդրադառնանք հարցերին։ Առաջինը դա ԲՀ-ի խնդիրն էր, որ ամբողջությամբ ըստ ինձ տապալվեց մի քանի պատճառով, առաջինը, որ այնտեղ գրվում էր մեկ գործողությամբ, և այդ մեկ գործողությունը ոչ մեկ չկարողացավ հիմնավորել, ոչ ոք, ոչ կառավարիչի աշխատակազմը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը, անգամ ոչ էլ հանձնաժողովը, ընդամենը ֆիքսեցին, որ իրենց կարծիքով 70 միլիարդ դրամը վատնվել է, գիտեք ինչ, այսպես ասած պետության իշխանության դռները պետք է լույսեր անջատել, փակել և գնալ իշխանության առումով, եթե 70 միլիարդ դրամը վատնվել է և չի ծառայել իր նպատակին, ապա հարց է առաջանում ինչու պետք է առաջին հերթին դա ինչ-որ վարչական վարույթով քննվի, չէ՞, խոսքը գնում է պետության, խոսքը գնում է ժողովրդի ամբողջ հասարակությանը հետաքրող և շահերից բխող հարցի հետ։ Եվ երկրորդը 4 ամիս այն անձինք, ովքեր ներգրաված են եղել այս թեմայի մեջ, առայժմ ամենայն դեպս շատ մեծ մասը, չեմ ուզում ամբողջն ասել, չասեն մի հոգի դուրս է եկել կամ մի հոգի չի աշխատում։ Բոլորը դեռևս աշխատում են այսօրվա հեծում, այսօրվա կառավարիչի ենթակայության տակ։ Հիմա եթե հունվարի 13-ի ինչ-որ գրություն են բերում, դա արդեն նշանակում է, որ այլ բան չի արվել։ Ինչի համար չի արվել, ամենայն դեպս այդպես ցույց են տալի, ես չեմ հավատում, որ չի արվել, որովհետև իմ անձնական կարծիքով արվել է, ուղղակի
արդյունքները, այսպես ասած, գոհացուցիչ չեն եղել, բնականաբար պետք է բերվի հունվարի 13-ի այդ համապատասխան ծառայական քննության արդյունքները, որի միջոցով այդպես էլ ոչ կառավարիչը, ոչ հանձնաժողովի աշխատակազմը չկարողացան բացատրել, թե ինչպես է լինում, որ եզրակացության արդյունքները կանգնում են ընդհանրապես ինչ-որ զեկուցագրի վրա, առանց անվտանգության տնօրենի հաստատման, առանց գլխավոր տնօրենի զեկուցագրի եւ այլն։ Հիմա ես այստեղ կհնչեցնեմ անվտանգության եւ վերահսկողության տնօրեն Սեյրան Մեժլումյանի խոսքերը, քանի որ հանձնաժողովը դրան է անդրադառնամ, ինչու վկաներին չցանկացավ անդրադառնալ, քանի որ հանձնաժողովը չցանկացավ, բնականաբար Սեյրան Մեժլումյանը այստեղ լինել չէր կարող, բայց Սեյրան Մեժլումյանը հավաստիացնում է, որ ինքը չի ստորագրել, չի հաստատել այդ փաստաթուղթը, որի արդյունքում չի ստորագրել ինչի համար, որովհետև նա կասեցման հրաման է տվել, որը հեծը չի բերել։ Ես կրկնում եմ, փոխանցում եմ անվտանգության այդ ժամանակվա տնօրենի խոսքերը, հանձնաժողովը եթե ցանկանար իրականություն ամբողջությամբ իմանալ, բնականաբար պետք է լինեն այստեղ մարդիկ, որոնք այդ խոսքերը այսպես անձամբ կներկայացնեն։ Եղել է կասեցման որոշում, հաշվի առնելով, որ մտել են փակուղի։ Հիմա ինչի 4 ամսվա ընթացքում չի կատարվել որևէ ծառայական քննություն, այլ կառավարիչը դրսևորելով երկակի ստանդարտներ, որ դեպքում պետք է հին հեծի աշխատակազմը շատ լավն էր, որ դեպքում պետք չի հին հեծի աշխատակազմը հանցագործների հավաքածու էր։ Այդ պատասխանն էլ չտրվեց, հարգելի հայրենակիցներ, եւ այդ մեկ այսպես կոճակով անջատումը, այսպես այդ տվյալների կորելը բերեց։ Երկրորդը ունեցել են հնարավորություն աշխատել եւ պիրամիդայի եւ կասկադ ընկերության հետ եւ շատ հանգիստ կարող են ճշտել, որ համենայն դեպս իմ անձնական կարծիքով ճշտել են, ուղղակի նորից ձեռ չի տալիս դա հրապարակայնացնել, որ աշխատանքներ էր կատարվում վերականգնելու ուղղությամբ, այն առումով, որ համապատասխան ընկերությունները չեն տվել գերություն կամ պատասխան, որ մենք այլևս չենք կարող վերականգնել։ Եվ Մոսկվայի այսպես ընկերության աշխատակիցների հայտարարությունը եղել է, որ հնարավոր է մենք եղած լինենք, ոչ թե մենք ենք արել։ Սա այսպես կոտրում է առաջի կետը, հաշվի առնելով, որ համենայն դեպս համակողմանի չի կատարվել եւ ամենակարևոր հանգամանքը, եթե խոսում ենք 70 միլիարդ կորելու մասին, այսպես անպագորգոր հայտարարություններ անում հանձնաժողովի աշխատակազմը, այն մեկը մի բան չարած միանգամից ձեռքներ նորորում տանում են։ Այս պարագայում ինչի գլխավոր դատախազությունը եւ մնացած իրապահ մարմինները չզբաղվեցին այս հարցով եւ չպարզեցին։ Լավ, վերջ ով էր սա արել։ Իսկ միգուցե դիտավորություն կար։ Իսկ միգուցե բազաները ջնջվում էին, որպիսի ճակերտների մեջ մեր արած ապօրինությունները չբացահայտվեր։ Ոչ մեկի դա չհետաքրեց, ոչ հանձնաժողովին, ոչ կառավարչին, ոչ այսպես նախաքննական մարմիններին, իրապահ մարմինին, իսկ իմ կարծիքով ոչ թե չհետաքրեց, այլ այդ բոլոր մարմինները շատ լավ գիտեին ինչ է կատարվել, բնականաբար ամբողջի բացահայտումը բերելու էր նրան, որ հեծը որպես այդպեսին ամեն դեպքում մեղավորություն չի ունեցել։